Եթերում է օր լրատվական ծրագիրը։ Բարի երեկո։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն նվիրված այս օրերին տեղացած առադյան հետևանքների վերացման աշխատանքներին։ Ինչպես հայտնել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարևորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։ Ստեփանակերտի քաղաքապետարանում հանրապետության նախագահի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունը ոչ միայն վերջին օրերին առատտեղումների հետևանքների վերացման աշխատանքներին, այլև մայրաքաղաքի կենսագործունեության ապահովմանն էր վերաբերում։ Բակո Սահակյանը նախ շնորհավորել է ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, տոնական օրերին էլ համապատասխան գերատեսչությունների աշխատանքային հագեցած գրաֆիկն էլ համարել պահանջված, որ այս օրերին հանրապետական եւ քաղաքային տրանսպորտն աշխատում է անխափան հենց շահագրգիռ կազմակերպությունների ջանքերի շնորհիվ է։ Ընթացիկ աշխատանքների մասին զեկույցում Ստեփանակերտի քաղաքապետը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ համագործակցությունը։ Քաղաքաշինության նախարարությունն անհրաժեշտ տեխնիկական օգնություններ ցուցաբերել։ Արդյունքում քաղաքային տրանսպորտը խնդիրների չի հանդիպել։ Փոխնախարար Պավել Նաջարյանի հավաստմամբ հանրապետական բոլոր ճանապարհներն անցանելի են, աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կշարունակվեն նաև երեկոյան ու գիշերային ժամերին։ Մեր միջպետական եւ պետական նշանակության ճանապարհների վրա աշխատանքները կատարվել, հիմնականը հիմա անցանելի է, մաքրված է, 2 օր անընդհատ աշխատում է։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտ քաղաքին, մենք տրամադրել ենք 9 էքսկավատոր GCB եւ 9 ինքնաթափ մեքենաներ, որոնք եւ 2 հատ ավտոգրեյդեր, որոնք որ օգնում են քաղաքում ձյան եւ մաքրման եւ տեղափոխման գործերում։ Ինչպես տեսնում եք, հիմա հիմնականում քաղաքը անցանելի է, շարունակում է մաքրությունը եւ իսկ թվում է վաղը արդեն լրիվ մաքրած կնեն քաղաքը։ Ձյամաքրման աշխատանքների ընթացքը բավարար է, սակայն որոշ խնդիրներ ամեն դեպքում կան։ Նախագահ Բակո Սահակյանի հարցմանն ի պատասխան Սանմաքրում համայնքային կազմակերպության տնօրենը նշել է մայթերի ձյամաքրման տեխնիկայի անհրաժեշտության մասին։ Այլ խնդիրներ այդ առումով կազմակերպությունը չունի։ Հարաբերությունների նոր ձևաչափի անհրաժեշտություն կա մի շարք հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ։ Ձյամաքրման աշխատանքներում ու առհասարակ քաղաքային շաբաթօրյակներում նրանց ներգրավելու ուղղությամբ կտարվեն բացատրական աշխատանքներ։ Երկրի ղեկավարի հանձնարարականով այդ աշխատանքները կմեկնարկեն տոնորերից անմիջապես հետո։ Ինչ վերաբերում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ապահովելու հարցը, քաղաքապետարանն առաջիկայում կկիրառի այլ մոտեցումներ, հարաբերությունների նոր ձևաչափ, իսկ ձյամաքրման աշխատանքներին այս օրերին կցվել են նաև կրթօջախները, ներգրավելով ավագ դասարանների տղաներին։ Երիտասարդների ներգրավելու անհրաժեշտություն էլ կա, սկզբնական փուլում երիտասարդական կազմակերպությունների ձևաչափով։ Ուղղակի մենք պարտավոր ենք այո, զրկելու մեզ տոն օրերին եւ մենք կոչված ենք ձեզ հետ միասին այդպիսին լինելու։ Այո, մենք պիտի զրկենք մեզ հանուն մյուսներին։ Սա է մեր առաքելությունը, սա է մեր աշխատանքը եւ մենք ձեզ հետ միասին ունակ ենք այդպիսին լինելու։ Շարունակեք անկախ այդ դժվարություններից ձեր պարտականությունները կատարել, համոզված լինելով, որ քաղաքացիները չեն կարող չնկատել ձեր աշխատանքը եւ նրանք երախտապարտ են լինել։ Խորհրդակցության ավարտին նախագահ Սահակյանը կարևորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։ Սամվել Բալայան, Մհեր Մկրտչյան, օր Հանրապետությունում վերջին օրերին տեղացած առադյան հետևանքների վերացման աշխատանքներին էր նվիրված նաև վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը։ Մասնակցում էին էկոնոմիկայի եւ քաղաքաշինության նախարարները, Ստեփանակերտի քաղաքապետը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության եւ Արցախէներգո ընկերության տնօրենները, ինչպես նաև ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներ։ Հատկապես տոնական օրերին հանրապետության կենսագործունեությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար ձևավորված շտաբը ղեկավարության վարչապետ Արայիկ Հարությունյանի այսօր հերթական նիստն է գումարել։ Հրատապ թեման տեղացած առադյան պատճառով հանրապետությունում իրականացվող աշխատանքներն են։ Ձյան առատտեղումները Ստեփանակերտի կոմունալ ծառայությունների համար անակնկալ չէր, վստահեցրել է քաղաքապետը։ Ձմեռ 2016 ծրագրի շրջանակներում կոմունալ ծառայությունները նախապատրաստվել են ժամանակին։ Փողոցների մաքրման եւ աղցանման աշխատանքներին լրացուցիչ գծված են 16 շինարարական կազմակերպություն համապատասխան տեխնիկաներով։ Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում իրականացնում են ձնահեռացման աշխատանքները։ Ուշադրության կենտրոնում է հատկապես մայթերի մաքրումը։
Վարչապետի ստացանք նույնպես այդ հանրականը մեծ ուշադրություն դարձնել մայթերին։ Եվ առաջիկա այս օրը վաղը մենք շարունակենք այդ աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքում անանցանելի փողոցներ կամ մայթեր չլինեն։ Ծառայությունները իրենց հնարավոր պոտենցիալը ներուժի համապատասխան իրականացնում են այդ աշխատանքները, բայց մենք բազմիցս դիմել, հիմա էլ դիմում ենք մեր համակարգացիներին, բոլոր հիմնած ձեռնարկություններին, անկախ իրենց սեփականության ձևից, որպեսզի նրանք իրենց մասնակցությունը բերեն այս շատ կարևոր միջոցառմանը։ Քաղաքաշինության նախարարությանը վստահված է հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովումը, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են այսօր առավոտից եւ այս պահի դրությամբ անցանելի են ներհանրապետական բոլոր ճանապարհները։ Սոտքի լեռնանցքում ուժեղ բուքի պատճառով փակ է միայն Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհը։ Վարչապետի կողմից տրվեց հանրահարական Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու 3 հատվածում ել ավելի ուժեղացան աշխատանքները եւ Շահումյանի շրջանում Քարվաճարի Խաչմերուկ, Եղեգնուտ եւ Սոտքի Լեռնանցք այդ հատվածում եւ մեր կողմից մեր վայստավորված մեխանիզմները ուղարկվելու են առավոտ շուտ եւ աշխատանքները համակարգված ընթացքավորվելու են։ Էներգամատակարարման, գազամատակարարման եւ հեռահաղորդակցության բնագավառներում այս օրերին գործում են շուրջօրյա հերթապահություններ, այդուհանդերձ ձյան առատեղումների պատճառով որոշ համայնքներում ունեցանք էլեկտրամատակարարման խափանում։ Այս պահի դրությամբ բոլոր հիմնական վթարները վերականգնված են, խնդիրները Քաշաթաղի շրջանի Հյուսիսային թևի Ապարան գյուղում է եւ Աղանուս գյուղում արդեն օթարային կետերը պարզ է եւ առաջիկա ժամերին կվերականգնվեն եւ ունենք խնդիր Իվանյան Սարդարաշեն թային գծում, որը եւս առաջիկայում կվերականգնվի։ Առաջիկա օրերին հանրապետությունում սպասում է մինչև -13 աստիճան ցուրտ։ Ավելորդ խնդիրներից խուսափելու համար էկոնոմիկայի նախարարը կոչ է անում բնակչությանը էլեկտրաէներգիան չսպառել անտեղի։ Այս օրերին հատկապես գիշերային ժամերին 8-ից երեկոյան ժամը 20:00-ից մինչև 23:00, որը հիմնական պիկային ժամերն են, մի քիչ զգուշ լինեն եւ ավելի խնայողաբար օգտագործեն, այսպես ասած, այդ էլեկտրական սարքավորումները, որպեսզի խուսափենք հավանական անջատումներից։ Գենադի Երեմյան, Արտավազ Գրիգորյան, օր։ Ինչպիսին էր մայրաքաղաքն այսօր, որքանով էին ճանապարհները համապատասխանում երթևեկության պահանջներին։ Կադրեր թռչնի թռիչքի բարձրությունից առանց մեկնաբանության։ Եվ թողարկման վերջում կրկին ճանապարհների մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Գորիս-Սիսիան, Սոտ-Քարվաճար, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները եւ Վարդենյանց Լեռնանցքը։ Դժվար անցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի եւ Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ճանապարհները, Սարավան գյուղից դեպի Զանգեր տանող ճանապարհահատվածը, Ելփին Վայք Ջերմուկ, Գորիս-Կապան,
Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրը։ Նշված ավտոճանապարհներն տեղ-տեղ արկա է մերկասառույց։ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Դուք դիտում եք օր լրատվական ծրագիրը, հաճելի հանգստյան օրեր։ Ինչպես հաղորդել են ԼՂՀ հիդրոթերապևտաբանության ծառայությունից, հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց ձեղումների եղանակ։ Վարկյանում 5-ից 7 մետր արագությամբ արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 5-ից 10, ցերեկը 1-ից 6 աստիճան ցուրտ։